Ծայրից ծայր փնթի գործ է, իրեն ու աջակիցներին առաջադրված մեղադրանքի ապացույցները լսելուց հետո հայտարարում է Բագրատ Սրբազանը։ Հանցավոր խումբ, ահաբեկիչ, ում են ասում։ Բաղկացած ամբողջական Սրբազան պայքարի առաջնորդը պնդում է 35 հատորանոց քրեական գործում չկա գոնե մեկ ապացույց, որ ինքն ու իր աջակիցները ահաբեկչություն են նախապատրաստել։ Այս գործը ամբողջության մեջ երկու կարևոր բացական ունի։ Չունի փորձաքննություն, չկա, գոյություն չունի ձեռագրաբանական որևէ քննություն, չլսված բանը սա գործ բերել դատարան առանց քննության։ փոքրիկ էսպես Դատախազի խոսքով ժամանակ խնայելու համար չեն մանրամասնում փաստերը, պարզապես հղում են անում քրեական գործի էջերին եւ վկաների ցուցմունքներին։ Մեղադրող կողմը ասում է, որ ուրեմն ընդդիմադիր հավաքների վերաբերյալ ինչ որ մեկին մեր ժողովրդից հարգելի վկա որպես վկայակոչումը, որն ասել է, որ ընդդիմադիր հավաքներ են կազմակերպում սաննա։ Դրա համար վկայի կարիք չկա, պատվարժան դատարան մարդուն էլ չարչարելու։ Դրանք բոլորը էկրանի վրա են։ Այո, քանի այս իշխանությունը գոյություն ունի եւ իմ բերանի մեջ շունչ կա, սիրտս էլ տրոփում է, ես ընդդիմադիր չեմ լինելու։ Ես պայքարելու եմ, որ ազատագրվի իմ երկիրը։ Սրբազան պայքարի գործով բոլոր մեղադրյալներն ու նրանց փաստաբանները հերքում են մեղադրանքը։ Հիշեցնում, դատախազները գործի նյութերին ապացուցողական բազա չեն կցել։ Հենց ահաբեկչությունը կանխել է հենց Քրեական գործի 47-րդ էջին նշված է, որ մեղադրանքը հիմնված է նախաքննության ընթացքում ձևավորված ներքին համոզման վրա։ Այսինքն իրենց ահաբեկիչ են անվանում ներքին համոզմամբ, հարցնում է մեղադրյալներից Արա Ռոստոմյանը։ Որ երբ որ մտել են տները խուզարկել են, վստահ եմ, որ գյուղական բնակավայրեր են գնաց, այնտեղ են խուզարկել, գոմերել են խուզարկել, գոնե երկու տուկ այդ խոտերից վերցնեին, բերեին այստեղ իրեղեն ապացույց ասեն, այս են խոտերն են, որտեղ որտի լցեինք այդ բան թունելներով վառեին, գոնե տենանք էտա իրեղեն ապացույցը, զիկը որևէ իրեղեն ապացույց չկա, եթե հաջորդիվ Մեկ շաբաթից դատական հաջորդ նիստին քննարկվելու է Վահագն Չախալյանի խափանման միջոցի հարցը։ Իսկ ներքին համոզումը ես Էդգար Ղուշյան, Արաքել Օհանյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։